Դեր Հիսուս Քրիստոսյանով գողջունեմ ձեզ սիրելիներ, թող Աստծո օրհնությունը հանգչի ձեր բոլորին վրա, որոնք որ զիս կունգտրեք, ուր որալլակ, թող Տերոջը բարի ձեռքերը ձեզի դլա առաջնորդե ձեզ իր իմաստությամբ եւ ամեն անգամ երբ Աստծո խոսքը կգարտանք կլսենք, կմաղթեմ, որ Սուրբ Հոգին կլուսավորե ձեր սրտերը, մտքերը եւ խոսքը հասկանալի կդարձնե։ Ինչ որ ամեն ուրբաթ երեգայան այս գարջ բահը միասնապար գանցնենք, Աստծո խոսքը կսերդենք, Աստծո փառք ուտանք, որ Տերը մեզի մեր արչև 2026 դարին բացավ եւ մենք գաբրինք, ողջ ենք, առողջ ենք եւ իրապես շատ բարիկներ գվայլենք, որոնց համար Աստուծո փառք պետք է տանք, ոչ թե միայն շրթներով փառք տանք, շնորհակալություն հայտնենք, այլ մեր գենցաղի մեջ զայն ցոլացնենք մեր խոսքերով, մեր վարմունքով, որովհետև այդպեսով Տերը պիտի փառավորվի։ Ուրեմն Աստծո շնորհքով կշարունակենք առաջին Թեսաղոնիկեցոց քրքին սերդողությունը, մեկնությունը, բացատրությունը թաթարարած էինք մեր փրկին ծնունդին արիթով, այսօր կշարունակենք եւ կուզենք Աստծո խոսքին մեջ տեսնել այն ճշմարտությունները, որ հայտնված են, հայտնի են, արև են ալբայցար հասկանալու աշխատենք եւ այն ճշմարտությունները, որ Տերը գուզե մեզի սորվեցնել, սորվելու գոհոժարինք եւ մեր սորվածը մեր գենցաղի մեջ գաբրինք կկործատրենք։ Ուրեմն 4-րդ գլուխեմ բիդսկսինք առաջին Թեսաղոնիկեցիս 4-րդ գլուխեմ։ Այս գլուխը կարելի է 4 մասերու բաժնել։ Մեկեն երկու համարները քրիստոնեական գենցաղի ըմբռնումն է, 3-ն 8 համարներու մեջ մարմնավոր ցանկությունները հերու գենալու թելաթություններ գնե եւ 9-11 համարներն ալ սիրո մեջ ավելի արադանալու մասին գխոսի, իսկ 12-ն 17-ն ալ ննչեցյալներուն հարությունը եւ ողջ մնացող հավատացյալներուն հապշտակությունը կտեսնենք։ Ուրեմն գարտանք առաջին համարը ուր գսե արակյալը ալ հիմա եղբայրներ ցեզի գաղաչենք ու գհորթորենք մեր Տեր Հիսուսով, որ ինչպես մեզ մե արիք, թե ինչպես պետք է ցեզի քալել ու Աստուծո հաջո ըլլալ, ալ ավելի անոր մեջ շատնակ։ Այս հատվածի մեջ Բողոս կխոսի հոգևոր կյանքի առնչությամբ քրիստոնյային ըմբռնումը զոր ունենալու է։ Այս ուղղությամբ կարևոր գետը հիշենք, հիմք ունենալով առաքելական ողջամիտ վարդապետությունը։ Քրիստոնեական կյանքը միայն բարոյական եւ ընկերային գենցաղը չէ, զոր ապրելու ենք մեր մարդկային միտքը ու զորությունը կործածելով։ Ան կյանք մնե, որ գսկսի մեղքերու եւ հանցանքներու մեջ մեռած վիճակեն գենթանանալով, ինչպես կսե Եփեսացիս 2:1-ի մեջ, դուք հանցանքներու եւ մեղքերու մեջ մեռած եք, ինք ցեզ գենթանացուց։ Եվ գշարունակվի կամ գենթանանալը գոչվի վերստին ծնունդ։ Ու գշարունակվի օրեօր Աստծո խոսքի լույսին տակ մեր միտքը նորոգելու հոժարագամությամբ։ Հռոմայացիս 12:1-2-ի մեջ գսեմի գերբարանիկ այս աշխարհին գերբարանքովը, որ մեջ անարագություն կա, հապա ծեր մտքին նորոգությունով նորոգվեցեք։ Գոհոժարինք հնազանդիլ անոր, որ մեր ներսիտին գփնագի, մխիթարիչը Սուրբ Հոգին, զոր գրգվեցավ մեզ առաջնորդելու ամեն ճշմարտության։ Քրիստոնեությունը Աստուծո հաճելի կյանք մնե, որ կարելի է ապրիլ միայն վերստին ծնունդեն ետք, Սուրբ Հոգվույն զորությամբ ու ոչ թե անձնական եւ մարդկային զորությամբ։
Եթե մեկը այս ճշմարտությունը չուզե հասկանալ, կարելի չէ Աստծո հետ քալել ու անոր հաջո ըլլալ։ Հարցը անոր հետ քալել եւ հաջո ըլլալն է։ Զայն ուրախացնելն է, ոչ թե գիրագի եկեղեցի երթալ։ Արաքյալին կործածած խոսքերը եւ ոճը քաղցր է, գսե գաղաչենք ու գոհորթորենք Տեր Հիսուսով։ Հրահանգ մը չէ բռնակալի մը կողմէ արձակված, հաբա Աստուծո հեզ ծարայիմը աղաչակն է, խնդրանքն է։ Բողոս Քրիստոսի սերեն մղված գծարայեր, ինչպես գտեսնենք երկրորդ Կորինթացոց 5-րդ գլուխի մեջ 20-րդ համարը գսե ուրեմն Քրիստոսի կողմանը տեսփանություն գնենք իբրև թե Աստված կբարեխոսեր մեզմով գաղաչենք ցեզի Քրիստոսի կողմանը հաշտվեցեք Աստուծո հետ։ Երանի թե քրիստոնյա առաջնորդներ այս քաղցր ոճը կործած են ծառայության ընթացքին։ Երբ եկեղեցվո առաջնորդը իր ծառայության մեջ Քրիստոսի սերը գցոլացնե, մանավանդ գադարած թելադրություններուն, հորթորներուն ու խրատներուն մեջ, լսողը պիտի նշմարե այդ սերը եւ խորհի ըսվածներուն վրա։ Այս համարի մեջ ճշմարտությունը ցայդուն է, ինչպես նաև նոր գդագարանի վարդապետություն եւս կշեշտե արաքելական ողջամիտ վարդապետությունը, որը հավատքով փրկության համար հետ անոր հետ միասին հավատքով փրկության հետ աստվածահաճո գենցաղն է քալել Աստուծո հաճելի ըլլալով փրկություն եւ քրիստոնեական գենցաղ այս երկուքը միասին գընթանան ու կարելի չէ իրար մե անչադել Փիլիպեցիս առաջին գլուխ 27-րդ համարի մեջ գսե Միայն թե Քրիստոսի ավետարանին ինչպես գվայել է այնպես վարվեցեք իսկ նաև Եփեսացիս 5:15-ին 18-ի մեջ on գխոսի ու ոտքերնուտ հագցնելով խաղաղության ավետարանին պատրաստությունը եւ ամեն բանի վրա հավատքի վահան արեք որով կարող բիդելակ չարին ամեն գրագոտ նետերը մարել եւ փրկության սաղավարտը արեք ու հոգին սուրը որ Աստծո խոսն է ամեն աղոթքով ու խնդրվածքով ամեն ադեն աղոթ գրեք հոգյով ու այս բանին վրա հսկեցեք գադարյալ հարադեվությամբ ու աղաչանքով բոլոր սուրբերուն համար ուրեմն կտեսնեք փրկություն եւ քրիստոնեական գենցաղ միասին Տեր Հիսուս երբ երկրի վրա էր ըսավ ես միշտ անոր հաճելի եղած բաները գնեմ Հովանու 8:29 իր երկնավոր հոր մենք ալ կանչված ենք որպես Աստուծո զավակները մեր երկնավոր հայրը հաճեցնելով ուրախացնելով ինչպես ան մեզ ուրախացուց մենք ալ զայն պետք է ուրախացնենք եւ Աստված գագնգալ է այդ բանը ինչպես որևէ ծնողը գագնգալ է իր զավակներն Ցիտենյաց լերան վրան եւս Հիսուս թան բաժակը խմելու երբ կպատրաստվեր ըսավ քու գամքդ թողլա Կհավատամ որ շատ օգտակար պիտի դառնա ու մեզ ըսկաստ բահելու պիտի նպաստե եթե ժամանակ առ ժամանակ մենք մեզ հարց տանք առանց ուրիշներու հետ չափվելու արդյոք յանքս Աստուծո հաճելի է Կարճ է գարտալ առաջին Հովանու երկրորդ գլուխեն համարը գսե աշխարհ սալգանցնի անոր ցանկություննալ բայց ան որ Աստծո գամքը գդարե հավիդյան կմնա կտեսնեք Աստուծո գամքը գդարելը մեզ ապահովության մեջ պիտի բահե Մատթեոսի 7-րդ գլուխի մեջնալ 21-րդ համարը Դերը գսե ոչ թե ամեն մեկը
որ ինձի դեր գսե պիտի մտներ գինքի թակավորությունը, հաբա անիգա, որ իմ երկնավոր հորս գամքը գգադարե։ Որբեսի հավատացյալներ լուրջ չի առնեն այս կետը, առաքյալը գսե, ալ ավելի անոր մեջ շատնակ, գարտացված առաջին համարի մեջն է։ Ալ հիմա եղբայրներ, ցեզի գաղաչենք ու գորթորենք Տեր Հիսուսով, որ ինչպես մեզ մե արիք, թե ինչպես պետք է ցեզի քալել ու Աստուծո հաջո ըլլալ, ալ ավելի անոր մեջ շատնակ։ Նախաբես ան ըսած էր դերը աջեցնե ու ավելցնե ձեր սերը իրարու վրա երրորդ գլուխի մեջ։ Ինչպես որ սարած ու չորցած փան մը չաջիր, նույնպես քրիստոնյան սարելու եւ չորնալու չէ։ Հետևաբար մեր վիճակով չմխիթարվինք ու չքոհանանք, այլ յետևի եղածները մոռնալով հարաճ երթանք եւ աճինք, որբեսի չի չորնանք ու մեր կյանքը անբիդան դառնա, անօգուտ դառնա։ Տերը շնորհե որ այս ճշմարտությունները մեր սրտերու մեջ դեղ գտնեն։ Եթե ունգընթիրներուս մեջ կգտնվին սիրելիներ, որոնք կգարձեն, թե կրոնական բարդականություններու մեջ հավատարիմ գտնվելով բավարար պիտի ըլլա, բայց այսօր տեսանք առաքյալի խոսքով, որ մենք մեր գենցաղի մեջ, դամ մեջ, կորձադեղի մեջ, ուր որալ գտնվինք, պետք է ցոլացնենք Քրիստոսը, պետք է Աստուծո հաճելի կյանք ապրենք, անոր գամքը գադարենք եւ փառք ուտանք, որ Սուրբ Հոգին մեզի դրվեցա, որպեսի այդ բանը կարելի դառնա։ Այլապես մենք անկարող ենք Աստուծո հաճելի կյանք ապրել։ Այնպես որ ցեզ Աստուծո շնորհքին գանցնեմ, եթե դերը գամի, կալ ուրբաթ պիտի շարունակենք երկրորդ համարեն սկսելով։